օգնության միության Ռուսաստանի մասնաճյուղն իր գործունեության մեկամյակը նշեց այլևս ավանդական դարձած Վարդավառյան տոնախմբությամբ։ Ներկաները դիմավորեցին Վարդավառ նստի սակարգի, համտեսեցին օրնված խնձորն ու հայկական գաթան, իսկ Աստղիկ Դիցուհին բաժանեց վարդեր, աշխարհին մաղթելով խաղաղություն։ Տոնախմբության մասնակիցները վերցանեցին Իշիճոպան, Գոմշիճոպան ձիգտալու խաղային ուրախ ավանդույթներն ու միմյանց ցողեցին վարդաջրով։ Հայոց օրներգով էլ շարունակվեց Հոմի Մոսկվայի մասնաճյուղի գործունեության մեկ ամյակի նվիրված տոնակատարության պաշտոնական մասը, բարեգործական ճաշկերույթի ձևաչափով։ Բարձունքը մեզն է, տղերքը չկա։ Ներկաները օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայրենիքի սահմանները պաշտպանելու ժամանակ նահատակված հայ զինվորների հիշատակը հարգեցին հոտնկայս 1 րոպե լռությամբ։ 2019-ի օգոստոսին էր, որ Մոսկվայում մի քանի նվիրյալ հայ կանանցով ձևավորվեց Հոմի մոսկովյան մասնաճյուղն ու դարձան բարեսիրական առաքելությամբ մեկ դարից ավելի աշխարհում գործող խոշորագույն կազմակերպություններից մեկի հայ օգնության միության միավորը Ռուսաստանում։ Մեկամյակի կապակցությամբ կազմակերպված բարեգործական ճաշն առիթ էր ոչ միայն Հոմի մոսկովյան կառույցի կատարած աշխատանքը ներկայացնելու, այլ նաև գումար հանգանակելու, առաջիկայում բարեսիրական ծրագրեր կյանքի կոչելու ժողովրդիս հետ ու ժողովրդիս համար հարատև անփոփոխ կարգախոսով։ Երբ որ Վարդանը գնաց Ղարաբաղյան ազատամարտ իր ընկերների հետ հետագրվեց գնաց եւ չվերադարձան պատերազմից պարզեր։ Ես չկորցրեցի ինձ, ես ուզեցա որ մի բանով օգուտ լինեմ իմ հայրենիքին, իմ ժողովրդին։ Դրա համար ես հոմուհի դարձա։ Ես հույսով եմ, որ դուք էլ նորից կշարունակեք Հոմի այն ծրագրերը, որոնց առաջ մենք կանք։ Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր եւ մենք դա կկատարենք։ Մենք կլինենք այնտեղ, որտեղ մեր օգնության կարիքը կա։ Մեկ տարվա ընթացքում փոքրաթիվ կազմով Մոսկվայի հոմուհիները հասցրեցին ամանորի առիթով նվերներ ուղարկել Սպիտակի մանկավարժահոգեբանական կենտրոնի սաներին։ Համավարակի օրերին միայնակ ու օգնության կարիք ունեցող Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին ապահովեցին սնունդով։ Շնորհակալական այցով եղան հայնական պատերազմի վետերանների մոտ ու հունիս 1-յան անակնկալով ուրախություն պատճառեցին հայ երեխաներին։ Հոմը եղավ ու մնաց համազգային ու դարձավ հայրենիք սփյուռք փոխադարձաբար իրար ամբողջացնող հզոր կապ։ Համազգային հայ կրթամշակութային միության հետ համատեղ իրականացնելով մի շարք մշակութային բարեգործական ծրագրեր։ Այսօր մենք կարողանում ենք համադրել մեր հնարավորությունները, կարողանում ենք մեր հրաշալի հոմուհիների հետ միասին կազմակերպել տարատեսակ տարաբնույթ միջոցառումներ եւ համոզված եմ, որ հետ այսու մեր համագործակցությունը ավելի լուրջ պտուղներ կտա իբարս մեր ազգի, մեր ժողովրդի եւ հայության զարգացման ու մշակութային արժեքների ներկայացմանը ամբողջ աշխարհում։ Այսօր եւս երբ մեր սահմանին նորից կրակում են ու սահմանապահ գյուղը, հայ զինվորն ու նրանց ընտանիքներն ունեն աջակցության, օգնության ու ջերմության կարիք, հայ օգնության միությունը դարձյալ նրանց կողքին է, ինչպես եղել է հայության ամենադժվար պահերին։ Հոմի մոսկովյան մասնաճյուղի նոր բարեգործական ծրագրերի մեկնարկը համայնքային ինքնակազմակերպման ներկայացում կարևորեցին նաև ՀՅԴ Ռուսաստանի կառույցի ներկայացուցիչները։ Այս մեկ տարվա գործունեության մեջ ինքը կարողացավ ինքնադրսևորվել եւ ապագան էլ խոստումնալից է։ Հայօգնության միությանը ցանկանում եմ բեռնավոր այսպես ասում աշխատանքներ, հաջողություններ այդ իսկ ընդլայնման առումով։ Հայօգնության միությունը իր գրասենյակները կբացի Ռուսաստանի բոլոր հայաշատ կենտրոններում եւ կարողանա իր առաքելությունը իրականացնել ոչ միայն հայրենիքի համար, այլ նաեւ հենց Ռուսաստանում։ Միջոցառման ընթացքում Հոմի Մոսկվայի մասնաճյուղի շարքերը համալրեցին նվիրյալ հայուհի հոմուհիները, ովքեր հետայսու իրենց փխրուն ուսերին են վերցնելու հայրենիքին ու ժողովրդին անznորացորեն, կամավորության սկզբունքով ծառայելու, իրենց բարեսիրական ծրագրերով օգնություն ու աջակցություն ցուցաբերելու ազգապահպան կարևոր առաքելությունը։ Я понимаю всю миссию, которую несет фонд. Ես լիովին հասկանում եւ կիսում եմ այն պատասխանատվությունը, որ կա եւ մեծ սիրով համաձայնել եմ ընդգրկվել այս ֆոնդի մեջ, որովհետեւ ես առաջին հերթին կին եմ, մայր ու նաեւ բժիշկ։ Ցանկությունս է, որպեսզի իմ փոքրիկ լուման ունենամ եւ աջակցեմ մեր ազգին։ Սիրում եմ ձեզ հայր ջան։ Հայօգնության միության կենտրոնական վարչության կողմէ ցեզի կմաղթեմ հարադեպ ու արդյունաբեր աշխատանք։ Անգամ եւս կշնորհավորեմ Մոսկվայի Հոմի մասնաճյուղի հիմնադրության առաջին ամյակը։ Քաչ գիտակցելով,
որ անբազմապատկելով իր շարքերը կորձոն ներկայություն պիտի ելնա Մոսկվայի հայ համայնքի մեջ։ Ուզում եմ խոսքս ուղղել բոլոր կանանց։ Միացեք մեր կազմակերպությանը։ Դուք ձեր օժանդակությամբ շատ բան կարող եք անել հայրենիքի համար։ Բարեգործական ճաշի շրջանակում հանգանակված նվիրատությունների ողջ գումարն ուղղորդվելու է Հոմի Մոսկվայի կառույցի Որփախնամ, զոհված ազատամարտիկների, զինծառայողների, երկկողմանի ցնողազուրկ երեխաների խնամակալության ու հայրենիքի պաշտպանական կառույցներին ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը։ Ծննդյան տոնի շրջանակում նախաձեռնված բարեգործական ճաշ երեկոն ավարտվեց հայրենասիրական երգերի կատարումներով ու Հոմի Մոսկովյան կառույցին հարատևության ու ծրագրերի իրականացման հաղթանքներով։ Սուսաննա Հովհաննիսյան, Դավիթ Մուսինյան, Արման Նսրյան, Մոսկվա, Երկեթն այսօր։